Գիրք Հովել, գլուխ առաջին։ Տիրոջ խոսքը, որ եղավ Փաթուելի որդի Հովելին. լսեցեք այս, ով ծերեր, եւ ականջ դրեք, ով երկրի բոլոր բնակիչներ։ Այսպիսի բան եղել է արդյոք ձեր օրերին, եւ կամ ձեր հայրերի օրերին։ Սրա մասին պատմեցեք ձեր որդկանցը, եւ ձեր որդիքն իրանց որդկանցը, եւ նրանց որդիքը ուրիշ սերունդի։ Խառնիճից մնացածը մորեխը կերավ, եւ մորեխից մնացածը ջորյակը կերավ, եւ ջորյակից մնացածը երևիլը կերավ։ Զարթնեցեք, ով արբածներ, եւ լացեք եւ ողբացեք, ով ամեն գինի խմողներ, քաղցուին համար, որ կտրվել է ձեր բերանիցը, որովհետեւ մի ազգ է վեր եկել իմ երկրի վրա, զորավոր եւ անթիվ։ Նրա ատամները առյուծի ատամներ են, եւ մատակը առյուծի ժանիքներ ունի։ Նա իմ որդը ավերեց, թզենից կոտրատեց, բոլորովին պլոկեց ու դեն գցեց։ Նրա ուռերը սպիտակացան, ողբա կույսի պես, որ քուրձով գոտևորված է իր երիտասարդության տիրոջ վրա։ Հացի ընծան եւ նվերը կտրվել է տիրոջ տանիցը։ Սուք են անում տիրոջը ծառայող քահանաները։ Արտը ավերվել է, երկիրը սուք է անում, որ ավերվել է ցորենը, չորացել քաղցուն, թոռոմել յուղը։ Ամաչեցեք, ով երկրագործներ, ողբացեք, ով այգեգործներ, ցորենին համար եւ գարիին համար, որ փչացել է արդի բերքը։ Որդը չորացել է եւ թզենին թոռոմել, նռնենին, արմավենին էլ եւ խնձորենին, արդի բոլոր ծառերը չորացել են, որովհետեւ ցամաքել է ուրախությունը մարդկանց որդիներիցը։ Գոտևորվեցեք քուրձով եւ սուք արեք, ով քահանաներ, ողբացեք, ով սեղանի սպասավորներ։ Եկեք, գիշերը քուրձերով անցրեք, ով իմաստո սպասավորները, որ խափանվել է ձեր Աստծո տանիցը հացի ընծան եւ նվերը։ Ծոմ սրբեցեք, հանդես կանչեցեք, ժողովեցեք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Տեր Աստծո տունը եւ աղաղակեցեք Տիրոջը։ Վայ այն օրին, որովհետեւ մոտ է Տիրոջ օրը, եւ իբրև ավերմունք է գալիս ամենակարողի կողմից։ Ահա մեր աչքի առաջին կտրվել է կերակուրը, մեր Աստծո տանիցը ուրախությունն ու ցնծությունը։ Սերմերը փտել են հողի կոշտերի տակին, ամայացել են շտեմարանները, քանդվել ամբարները, որ խորշակահար է եղել ցորենը։ Ինչպես են հեծում անասունները, շշկլվել են արջարների հոտերը, որովհետև արոտ չկա նրանց համար։ Ոչխարների հոտերն էլ տանջվում են։ Դեպի քեզ եմ աղաղակում, ով Տեր, որ կրակը կերել է անապատի արոտները, եւ բոցը այրել է դաշտի բոլոր ծառերը։ Դաշտի անասուններն էլ են քեզ մտիկ տալիս, որ չորացել են ջրերի վտակները, եւ կրակը այրել է անապատի արոտները։